Ինչպես ասում էր Կոկո Շանելը, կյանքը շատ կարճ է, որպեսզի զգես տապահարանումը չունենաս գոնե մեկ կտոր կաշմիրե գործվածքով հագուստ։ Ողջույն սիրելի ընկերներ, հուսով եմ, որ դուք լավ եք։ Ես էլ լավ եմ, ամեն ինչ ինձ մոտ կարգին է եւ այսօր եկել եմ ձեզ հետ զրուցելու մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ։ Քանի որ առջևում նոր տարի է, ամանոր է, Սուրբ Ծնունդ է, մենք բոլորս փնտրում ենք նվերներ մեր սիրելիների համար, մեր հարազատների համար, որպեսզի այն լինի յուրահատուկ, երկար հիշվող, բնականաբար հաճելի կլինի, որպեսզի ամեն կրելուց նվեր ստացողը հիշի ձեր մասին։ Իսկ հենց այդ նվերներից է նաև քաշմիրե գործվածքը։ Հիմա շատ նորաձև է, բոլորը խոսում են old money հասկացությունից, old money դա խոսում է ճաշակի մասին, դա խոսում է ազնվականության մասին, մի խոսքով մանրամասն չասեմ, շատերդ գիտեք, ընկերներ ջան, ու քաշմիրե հագուստը հենց դա այն հագուստն է, որ եթե ինչ-որ մեկ ուզում է ներկայանալի միտեղ գնալ, ինքը մեկ քաշմիրե բլուզը, ջամփերը խոսում է ամեն ինչի մասին, խոսում է իր հարստության մասին, խոսում է բարձր ճաշակի մասին եւ այլն, բայց եկեք մի փոքր նախ սկսեմ քաշմիրից, հետաքրքիր փաստեր գիտեմ այդ մասին ու որոշել եմ նաեւ ձեզ հետ կիսվեմ։ Եկեք ես եւ իթե դնեմ մի հարմար տեղ, որպեսզի շարունակեմ։ Եկեք նախ սկսեմ քաշմիրից։ Քաշմիրը այծիկի տեսակ է, որը ապրում է Հիմալայան լեռներում հատկապես, որովհետև եղանակային պայմանները շատ լավ են։ Այնտեղ ձմռանը ցուրտ է լինում, իսկ ամռանը շատ շոգ է լինում, մինչև 40 աստիճան շոգի պայմաններում այս այծիկները ապրում են, ու որպեսզի այդ ձմռան ցրտին նախապատրաստվեն, իրանք հատուկ բուրդ ոնց որ թե իրանց մազիկները բուրդը լավ աճում է, երկարում է, որպեսզի նախապատրաստվեն այդ ձմռանը։ Հետաքրքիր փաստ ասեմ, որ քաշմիրը մեզ մոտ միանգամից ասոցիացվում է Հնդկաստանի, հատկապես Հնդկաստանի Քաշմիր քաղաքի հետ, որ եւ միանգամից մտածում ենք, որ Հնդկաստանն է արտադրում քաշմիրը, իհարկե Հնդկաստանը եւս արտադրում է, բայց ամբողջ աշխարհում ի զարմանս ինձ Չինաստանն է, որ առաջին տեղում արտադրում է քաշմիր թելը։ Աշխարհում 60%-ը քաշմիրի թելով ապահովում է Չինաստանը, Մոնգոլիան, իդեպ ասեմ Իրանը եւս, Իրան, Աֆղանիստան, Հնդկաստանը եւ Պակիստանը եւս։ Հենց այս տարածաշրջանում են ապրում, ինչպես նշեցի արդեն, այդ ցուրտ ու տաք պայմաններից ելնելով իրանց համար շատ լավն է։ Իհարկե փորձել են նաև Եվրոպա բերել այս այծիկներին, որպեսզի այնտեղ եւս զարգացնեն, սակայն եղանակային պայմանները այնպիսին չեն եւ իրենց բուրդը այդպես չի փարթանմանում, որպեսզի կարողանան այնտեղ աճեցնել, ինչևէ լավագույն քաշմիրը արտադրվում է հենց այս տարածաշրջանում, հիմնականում Միջին Ասիայում, դա ինչպես ասեցի, Չինաստան, Մոնգոլիա, սրանք առաջնային երկրներն են, որտեղ որ արտադրվում են, Չինաստանը առաջինը, հետո Մոնգոլիան եւ որից հետո արդեն Հնդկաստան, Իրան, Իրաք, Պակիստան։ Սիրելի ընկերներ, սա մեր այծիկի պատմությունից, որպեսզի այծիկի այդ մազերը ստանան այդ ձմռան ցրտից հետո, երբ որ իրանք լեռներից իջնում են ներքև, ինչպես են ստանում այդ թերը, ոչ թե խուզում են, այլ սանրում են սաների միջոցով ու հավաքում են այդ թելը։ Շատ հետաքրքիր էր, որ հատ-հատ այդպես տեսակավորում են լավերը ու վատերը ու բնականաբար այդպես են ստանում։ Մեկ այծիկից ստանում են ընդամենը 30 գրամ թել։ Իդեպ ասեմ, որ Եվրոպայում, թե ինչպես զարգացում ստացավ Եվրոպայում քաշմիրը, սա էլ է շատ հետաքրքիր, բացի այն, որ անգլիացիները Քաշմիր նահանգից այդպես ուղարկել են Եվրոպա ու հայտնի է դարձել, ամենասկզբում Նապոլեոն Բոնապարտը իր արշավների ժամանակ Եգիպտոսից ուղարկել է հենց քաշմիրյան շալերը, ուղարկել է իր կնոջը Ժոզեֆինային։ Հետաքրքիր է նաև իմանալ, որ Ժոզեֆինան սկզբնական շրջանում բացարձակ չի հավանել քաշմիրե շալերը, ասել է, որ նրանք գեղեցիկ չեն, թե որտեղից ենք իմանում, որ Ժոզեֆինային այդքան էլ դուր չեն եկել շալերը, նա նամակ է ուղարկում իր տղային,
նամակում գրում է, որ Բոնապարտը վերջին անգամ շալեր է ուղարկել իրեն Եգիպտոսից, որը այդքան էլ գեղեցիկ չէ, բայց ինքը շատ է հավանում որակը փափկությունը եւ որ այն տաք է եւ նա անընդհատ այն կրում է։ Ժոզեֆինան նաեւ նշում է նամակում, որ չի կարծում, որ երբևէ այս շալերը կդառնան նորաձև։ Նշենք, որ սա սկզբնական շրջանում էր Ժոզեֆինան այս կարծիքին, հետագայում իր կարծիքը ամբողջությամբ փոխում է, ինչպես նաև կպատմեմ, թե ինչպես է այս շալը, քաշմիրի շալը փրկում Նապոլեոն Բոնապարտի կյանքը։ Իրականում Ժոզեֆինան շատ էր սխալվում, որովհետև շատ կարճ ժամանակ հետո ամբողջ Ֆրանսիան գրավում է այս շալերը, հատկապես բնականաբար միայն ու միայն ամենահարուստներն են կարողանում ձեռք բերել այս շալերը եւ շալերը ինքնին խոսում էին իրենց հարստության մասին։ Ինչպես արդեն նշեցի, Նապոլեոն Բոնապարտի կյանքը փրկում են մեկ անգամ այս շալերից մեկը։ Հիմա ասեմ թե ինչպես։ Նապոլեոն Բոնապարտը եւ Ժոզեֆինան հրավիրված են լինում օպերա դիտելու եւ երբ որ երկուսով իջնում են, բնականաբար երկուսին առանձին սպասում է իրենց ձիակառքերը։ Նապոլեոն Բոնապարտը նստում է իր կառքը եւ Ժոզեֆինան նստում է իր կառքը։ Սակայն մի քանի րոպեից Ժոզեֆինայի կառքին է մոտենում Նապոլեոնի ադյուտանտը եւ ասում է, որ շալը այդքան էլ լավ չի գցած ուսերին եւ որպեսզի կարգավորի։ Մի քանի րոպե տևում է, մինչև Ժոզեֆինան կարգավորում է, ավելի գեղեցկացնում է, շերտեր է տալիս, որպեսզի ավելի գեղեցիկ ներկայանալի լինի այդ շալը։ Բնականաբար մի քանի րոպե տևում է եւ նախատեսված ժամանակից ավելի ուշ են իրանք ճանապարհ ընկնում։ Իսկ ճանապարհին Նապոլեոն Բոնապարտի կառքին սպասում է մեկ ուրիշ կառք, որը ամբողջությամբ պարուրված է լինում պայթուցիկներով։ Քանի որ նրանք ուշ են շարժվում, իսկ պայթյունը տեղի է ունենում մինչ Նապոլեոն Բոնապարտի հասնելը այդ մյուս կառքին։ Այսպիսով այս շալի պատմությունը փրկում է Նապոլեոնի կյանքը, սիրելի ընկերներ։ Այս հետաքրքիր պատմությունը իմանալուց հետո եկեք վերադառնանք քաշմիրի թելի արտադրությանը։ Ինչպես հասկացանք, այս այծիկներից, որ հավաքում են, բուրդը այդքան շատ չի լինում, շատ քիչ քանակությամբ են ստանում, որպեսզի մեկ բլուզ կարողանան գործել, հարկավոր է մոտավորապես 3 այծիկի մաս հավաքեն, որպեսզի ստանան մեկ բլուզ։ Սովորաբար ու նաև այծերն էլ շատ չեն, ինչպես ասեցի, շատ կարևոր է տեղայինքը։ Այստեղ նշեմ նաև, որ այս այծիկից ստանում են 2 տիպի թել, մեկը քաշմիրն է, մեկը պաշմինան։ Ինչ տարբերություն կա քաշմիրի եւ պաշմինայի միջեւ։ Իդեպ նշեմ, որ Նապոլեոնը Ժոզեֆինային ուղարկում էր հենց պաշմինայի թելով պատրաստված շալերը, որը էլ ավելի բարակ է, էլ ավելի նուրբ է։ Հիմա ասեմ, թե ինչպես են ստանում այս թելը։ Այս թելը հատկապես այս այծիկների առաջին մազերն են, այսինքն առաջին անգամ, երբ որ հավաքում են սանի միջոցով այդ մազերը, եւ մյուս տարբերակը, որ ստանում են այդ պաշմինա թելը, դա կրծքավանդակի հատվածի եւ փորի հատվածի մազիկներն են, որովհետեւ սրանք ավելի բարակ թելեր են ու ավելի երկար թելեր են, սրանք ավելի նուրբ են, երբ որ գործվածքը ուշադիր նայեք, եթե գնաք քաշմիր գնելու, քաշմիրե շալ կամ որևէ բլուզ եւ եթե տեսնեք, որ նշված է պաշմինա, դա նշանակում է, որ այն ավելի թանկ կլինի, ավելի քիչ քանակությամբ են բնականաբար ստանում այս թելը, ավելի բարակ է, 2 տակ պետք է անեն, մշակեն, որպեսզի կարողանան թել ստանալ ու ավելի թանկ է բնականաբար ու ավելի լավն է, ավելի թեթև է։ Հիմա որպեսզի պատկերացնեք, թե որքան որակով է պաշմինայի թելը, պատկերացրեք, որ 2 մետր շալը գրամով կկազմի մոտավորապես 100 գրամ, այդքան թեթև, բայց միևնույն ժամանակ շատ տաք ու շատ որակով շալեր են լինում։ Դա է պատճառը, որ պաշմինայի թելը շատ ավելի թանկ է։ Սա էլ պաշմինայի եւ քաշմիրի տարբերությունը։ Հիմա վերադառնանք ընդհանուր այծի այդ մազիկներին, ընդհանուր առմամբ շատ քիչ քանակությամբ մազեր են կարողանում հավաքել այծիկներից, դա է պատճառը նաև, որ այն շատ թանկ է։ Ընդամենը, ինչպես ասեցի, մեկ այծիկից կարող են ստանալ 30 գրամ թել, իսկ պաշմինայի դեպքում, եթե փորիկի մազի ընդամենը 10 գրամ, ամեն այծիկից 10 գրամ ընդամենը մազիկներ են կարողանում հավաքել ու դա է պատճառը, որ այն շատ թանկ է։
Դեռ մեր թվարկությունից առաջվանից սկսած Հնդկաստանի Քաշմիրի շրջանում հենց այս թելը մշակել են, սակայն ավելի լայն տարածում է ստացել մշակումը հատկապես, թելի այս տարբերակով, սաների տարբերակով մշակվել է սկսվել 14-րդ դարից սկսած եւ հատկապես Եվրոպա հիմնականում տարածում է գտել Քաշմիրի գործված Քաշմիրի շալեր անվանմամբ հենց անգլիացիներն են Հնդկաստանի այդ Քաշմիրի տարածքից տեղափոխել ու հայտնի դարձրել Անգլիայում, Եվրոպայում այս կտորի, այս գործվածքի տեսակը։ Պատկերացրեք, որ տղամարդու մեկ բլուզը կարող է կազմել 1000 եվրոյից ավել, եթե այն ամբողջությամբ մաքուր միայն քաշմիրե թելով է գործած։ Հիմնականում մաս խանութներում, ինչպիսիք են օրինակ Zara, H&M, CA խանութներում տարվա ընթացքում հիմնականում մաքուր քաշմիրե գործվածքներ չեն ունենում, որովհետև այն շատ թանկ է։ Կարող է տարվա մեջ մեկ անգամ Սուրբ Ծննդյան օրերին ունենան, H&M, Zara-ն, այդպիսի մաս խանութները կարող են տարվա մեջ մեկ անգամ ունենալ, որպեսզի մի քիչ ավելի մատչելի գներով, քան ենթադրենք բրենդային խանութները, որովհետև բրենդային խանութներում շատ թանկ է։ Իհարկե կարող է թելի որակը մի փոքր այլ թելերի հետ խառնած լինեն, դա էլ հնարավոր տարբերակ է, բայց հիմնականում չեն ունենում։ Սովորաբար մաս խանութներ կարող են ունենալ, ինչպես ասեցի, միայն տարվա մեջ մեկ անգամ այս Սուրբ Ծննդյան օրերին, որովհետև հիմնականում մարդիկ սիրում են իրենց հարազատներին արժեքավոր նյութական ինչ-որ մի բան նվիրել, որը կարող են կրել երկար ժամանակ, այն միշտ նորաձև է, երբևէ իր նորաձևությունը չի փոխում քաշմիրը եւ դրա համար գուցե ինչ-որ limited collection ունենան մեկ տարբերակով, ինչ-որ սահմանափակ քանակով կարող է ունենան, ինչպես նշեցի, հարկավոր է անպայման ստուգել, որպեսզի ամբողջությամբ լինի քաշմիրի թել։ Հիմնականում ոչ միայն շալեր են իդեպ պատրաստում, այլ նաև կարում են վերարկուներ, կոստյումներ, տղամարդկանց եւ կանանց համար նախատեսված քաշմիրից կարելի է կոստյումներ գնել երեխաների համար, մանկական հագուստ, որպեսզի քաշմիրի գինը մի փոքր իջեցվի եւ միջին խավի դասը եւս կարողանա օգտվել քաշմիրի գործվածքներից, հիմնականում քաշմիրի թելի հետ խառնուրդներ են ավելացնում, դրանցից կարող է լինել մետաքսը։ Հիմնականում մետաքսը խառնում են կանանց եւ տղամարդկանց կոստյումների համար, որովհետեւ այն հիանալի փայլ է հաղորդում նաեւ մետաքսը քաշմիրի հետ, ինչպես նաեւ թելը ավելի ամուր է դառնում։ Քաշմիրի թելին ավելացնում են մաքուր բամբակի թելը, ինչպես նաեւ մանկական հագուստի ժամանակ, որ այն ավելի փափկություն է տալիս, բայց լինում է դեպքեր նաև, որ քաշմիրի թելին շատ ավելացնում են սինթետիկ թելեր, սա ավելի կոպտացնում է ու նման թելերը այդքան էլ հաճելի չի։ Դրա համար երբ որ գնում եք, հարկավոր է նայել, տեսնել, թե ինչ թելի հետ են խառնել։ Այստեղ մի փոքր նաև ձեզ օգնել, թե ինչպես կարելի է ճանաչել իսկական քաշմիրի թելը, ոչ իսկական թելերից կամ խառնուրդներից։ Հիմնականում քաշմիրի թելը լինում է չեն գունաներկում, լինում են պաստել գույներ, այսինքն ինքը հենց այս կենդանին այծը ունենում է սպիտակ մազեր, սև մազեր, ունենում է մոխրագույն մազեր եւ մատվի գույներ։ Հիմնականում արդյունաբերողները, ովքեր որ զբաղվում են այս արդյունաբերությամբ, արտադրությամբ ավելի ճիշտ, իրենք չեն գունաներկելուց այս մազը ավելի կոպտանում է ու կորցնում է իր որակը, այն չի լինում ու նաև որպեսզի ճանաչելի լինի, հենց քաշմիրը իրենով ճանաչելի է, որ մարդը եթե քաշմիրի գունագեղ սվիտրով ներս գնա, մարդիկ չեն տեսնի, միանգամից հեռվից հեռու այն պետքա տեսանելի լինի, որ այն
քաշմիր է, հենց իր բնական լինելու համար նաև։ Երկրորդը, երբ որ քաշմիրի բլուզին, սվիտերին օրինակ նայում եք ուշադիր, քաշմիրի մազերը իրանք շատ երկար չեն այդ այծիկի մազերը, բացառությամբ այդ կրծքավանդակի հատվածի եւ փորի հատվածի մազերը, հիմնականում մեջքի հատվածի մազերը ավելի բարակ մազեր են եւ այդ գործվածքի ուշադիր որ նայում ենք կարելի է տեսնել այդ sense տեսակ ամպիկ ոնց որ հիշեցնեն դա հենց միանգամից կարաք հասկանաք որ դա եւս ձեզ կօգնի որպեսզի հասկանաք դա արդյոք քաշմիրի թել է թե ոչ մյուս տարբերակը որպեսզի կարողանանք իմանալ քաշմիր է թե ոչ անմիջապես վերցնում եք կտորը ձեր ձեռքը բացի այն որ փափուկ է լինում նուրբ է լինում թեթև է լինում նաեւ միանգամից ձեռքին հաղորդում է տաքություն դուք միանգամից ջերմությունը զգում եք միանգամից այդ էներգիան կզգաք մյուս տարբերակը երբևէ չի էլեկտրականանում քաշմիրի թելը չունի այդ հատկությունը որ sense էլեկտրական տոկ որպես արձակի դա եւս բացառվում է սա եւս կարելի է ուշադրություն դարձնել դե ասեցի արդեն գույնը թեթևությունը ամենակարևորն է փափկությունը ջերմությունը եթե մեծ քանակով եք օրինակ չգիտեմ Չինաստանից որոշել եք մեծ քանակով ձեր խանութի համար ենթադրենք ներմուծեք եւ ուզում եք հասկանալ արդյոք մաքուր քաշմիր է թե ոչ մի փոքր հատված եթե վառեք խանձած մազերի հոտ կգա ինչպես ասեցի իրենք չեն ներկում բնական մշակման չի այդպես որպես այսպեսին գնում ու երբ որ մի փոքր հատված վառեք այրեք կզգաք խանձած մազերի հոտ դա եւս ապացույց է որ այն մաքուր քաշմիր է այսքանը թե ինչպես կարելի է ընտրել քաշմիրը որպեսզի իմանաք պես նաև մասնագետները նշում են որ եթե մեկ անգամ ձեռք տաս քաշմիրի կտորին գործվածքին այլևս երբեք դու չես խառնի մեկ ուրիշ կտորի հետ որովհետև աննկարագրելի է դրա փափկությունը այդպես են ասում մասնագետները ասում են մեկ անգամ ձեռք տուր իսկական մաքուր քաշմիրից գործվածքի ու այլևս երբևէ դու չես խառնի, չես մոռանա Ինչևէ ընկերներ, ինձ թվում է հետաքրքիր նվերի տարբերակ կարող է լինել նամանավանդ, որ եթե լավ որակի օրինակ շալ է, կարծում եմ, որ եթե նվիրեք ձեր հարազատին, այն կլինի իր պահարանում լավագույն նվերներից մեկը եւ քաշմիրի գործվածքը երբեք չի կորցնում իր նորաձևությունը, այն բոլոր ժամանակների մեջ նորաձև է, ինչպես նաև, ինչպես ասեցի, գույները պաստել գույներ են, գույնը երբեք մոդայից դուրս չի գալի, ինքը միշտ նորաձև է ու որակն էլ երբևէ չի կորցնում իր որակը։ Ինչևէ, ձեզ հետ կիսվեցի, հետաքրքիր նվերի տարբերակը կարծում եմ, ինչպես նաև հետաքրքիր էր իմանալ։ Այսօրվա տեսանյութը այսքանը այսպեսին կպահեմ, չեմ ավելացնի ոչ մի բան, հուսամ, որ ձեզ դուր կգա։ Եթե դուր է գալիս, խնդրում եմ մեկնաբանությունների դաշտում գրեք, լայքեք, որպեսզի ես էլ հասկանամ եւ ձեզ համար նմանատիպ տեսանյութեր պատրաստեմ։ Ես ինքս շատ լայն հետաքրքրություններ ունեմ, միշտ հետաքրքրվում եմ յուրաքանչյուր թեմայի շուրջ, որևէ, այսպես ասած, խորը վերլուծություն եմ անում, ուսումնասիրություն եմ անում եւ եթե ձեզ էլ հետաքրքրում որևէ մի թեմա, խնդրում եմ գրեք, ինձ էլ ուղղորդած կլինեք, որպեսզի այդ մասին խոսեմ։ Չմոռանամ ասեմ, որ սկզբում երբ որ ասեցի, որ Ժոզեֆինան այդքան էլ չէր հավանել պաշմինայի այս շալերը, սակայն հետագայում այս շալերը դառնում են իր ամենասիրելի շալերը եւ իր զգեստապահարանը պարզապես հարյուրավոր տեսականի ուներ եւ ամեն անգամ գեղեցիկ ինչ-որ միտեղ գնալուց պարտադիր կրում էր այս շալերը։ Հուսով եմ ձեզ օգտակար եղավ իմ այսօրվա տեսանյութը, հուսով եմ մի փոքր օգնեցի, եթե մտածում եք, թե ինչպիսի նվեր կարող եք գնել ձեր սիրելիների համար, եթե նմանատիպ ինչ-որ նվեր եք փնտրում, որ եթե չեք հավանում, կարող եք սեղմել dislike-ի կոճակը, այսինքն մատիկը դեպի ներքև, դա եւս կարող եք անել, այդ դեպքում կիմանամ, որ
չեք հավանում տեսանյութը եւ այլևս կարիք չկա, որպեսզի ես նման տեսանյութեր ներկայացնեմ։ Սիրում եմ ձեզ շատ, լավ մնացեք, կհանդիպենք մեր հաջորդ վլոգում։ Ցտեսություն։